դեպի երկիրը հայրերի։ Այլ էին պայմաններն ու իրավիճակը, երբ Գարեգին II Սարգսյան մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը Սփյուռքից ժամանեց Հայաստան, որպես Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոս։ Նոր անկախ Հայաստանում կարճ տևեց նրա կյանքը, միայն 4 տարի, սակայն մինչ այժմ էլ պատշաճ կերպով չեն լուսաբանվել եւ գնահատվել անցյալն ու հայոց ապագան կամրջող իր բեկումնային առաքելությունը։ Այստեղ եւս մեր հայրերի հավատքն ու հայոց երկրի շահը անառարկելիորեն շաղկապվում էին միմյանց, եւ այս մտածումով էլ վեհապարի գործունեությունն ուղղորդված էր Հայաստանի քաղաքացու բարոյական կերպարի ձևավորմանը եւ երկրի պետականության անխորտակ հիմքերի կազմավորման սրբազան գործին։ Գարեգին վեհապարը լավ գիտեր, որ Աստծուն մերձենալու մեջ է կայանում մեր ազգի ներուժը։ Եվ եթե այլ ժողովուրդներն ունեին դարերով ձևավորված աշխատանքի եւ հանրային կյանքի կազմակերպման զարգացած ավանդույթներ կամ էլ բնական հարստություններ, ապա հայերինս մեր հայրերի ջարանգած քրիստոնեական կրոնն էր, որն իր բարոյակերտ բովանդակությամբ պետք է ապահովեր մեր առաջընթացն ու բարեկեցությունը։ Իսկ քրիստոնեական գիտակցության բացակայությունը, հատկապես այդ կրոնով դրոշմված մի ժողովրդի պարագայում, պարարտ հող էր ստեղծելու արատավոր դրսևորումների համար եւ կարող էր խարխլել հասարակության հիմքերը։ Խորհրդային տարիներին հավատքը խորը հետընթաց էր գրանցել մեր երկրում, եւ որպես ամենայն հայոց կաթողիկոս իր ընտրությունից անմիջապես հետո Գարեգին առաջինը հայտարարեց. ձեռնարկել պետք է առաքելությանը, որ վերաքրիստոնեացնե մեր ժողովուրդը, այնպես ինչպես եղած է միշտ։ Քաջածանոթ լինելով աշխարհի այլ երկրների մշակույթներին եւ մեր իրականությանը, նա համեմատություններ էր անցկացնում եւ մատնանշում այն ներքին արատներն ու խոչընդոտները, որոնք խանգարում էին մեր երկրի զարգացմանը։ Վեհապարը համարում էր, որ մեր ժողովուրդը չափազանց զգացմունքային է եւ միշտ չէ, որ սթափ բանականությամբ է առաջնորդվում, որի պատճառով էլ հաճախ է սխալվել եւ տուժել։ Նա նկատել էր տալիս, որ մեզանում արկա է անցյալը գովերքելու, սակայն ներկա իրականության մեջ չգործելու խնդիրը։ Հորդորում էր չլինել նեղմիտ, ինքնաբավ, ինքնագոհ, կարծես թե մեզանից ավելի արժանավոր ազգ գոյություն չունի, լինել ի հաղորդության ուրիշ ազգերի, մեծ մշակույթների, բացել սեփական աշխարհը համայն աշխարհի առջև եւ մեր ուրույն արժեքահամակարգով մասնակից լինել մարդկության կյանքին։ Գարեգին առաջինը մարդկային քաղաքակրթությունը նմանեցնում էր սիմֆոնիկ մի նվագախմբի, որտեղ յուրաքանչյուր ազգություն նվագում էր իր գործիքով եւ որտեղ մեզ բաժին հասած երաժշտական գործիքը սրինգն էր։ Որպես մեկ այլ կարևոր խոչընդոտ էլ նա մատնանշում էր մեր միայն սեփական անձնական շահով առաջնորդվելու հանգամանքը։ Ընդհանուրի շահի մեջ է անհատի շահը, ոչ թե անհատականի մեջ է ընդհանուրի շահը։ Մարմին է ազգը, այդ մարմինն իր ամբողջության մեջ, եթե առողջ չլինի, ես նրա մի մասնիկս չեմ կարող այդ վատառողջ մարմնի մեջ լինել առողջ, ասում էր նա եւ տալիս այս ամենի բացատրությունը։ Դա այն էր, որ դարերով գտնվելով ուրիշների տիրապետության ներքո, մենք չենք կարողացել ինքնուրույն գործել, սակայն այժմ, երբ այլևս անկախ երկիր ենք, պարտավոր ենք կերպարանափոխվել։ Դժվար չէր նաև տեսնել, որ այստեղ Հայաստանում եւ Արցախում մարդկանց մոտ արկա էր աշխատանքից արդյունք ստանալու հարցում անվստահություն, նախաձեռնողականության ու աշխատասիրության պակաս։ Եվ դեռ շատերն էլ կարծես ձգտում էին բարեկեցիկ կյանքով ապրել առանց քրտինք թափելու։ Հոգևոր քրիստոնեական արժեհամակարգի բացակայության պայմաններում, ահա նյութապաշտությունն ու սպառողական հոգեբանությունը իրենց խորը արմատներն էին գցում հասարակության մեջ, հարստություն կուտակածների եւ մյուս բոլոր խավերի միջև գոյացնելով հսկայական մի անդունդ, երբ փողի ուժը խաղում էր մարդկանց արժանապատվության հետ։
Հետին պլանեին մղվում ստեղծագործ ոգին ու ազնիվ աշխատանքը, մշակութային ու մտավոր արժեքները եւ վատառողջ հասարակական հարաբերությունները ջլատում էին երկիրը ներսից։ Առաջին քրիստոնյա համարվող երկրով մեկ հաճախ կարելի էր առերեսվել երեսպաշտությանն ու ագահությանը, ծլությանն ու խաբեությանը, որոնց դրսևորումները գնալով կատարելագործվում էին եւ հասնում ծայրահեղության։ Մինչդեռ ազնվությունը, ճշմարտությունը, աշխատանքը պետք է հանդիսանային երկրի կառուցման գրավականը, իսկ արդարությունը պիտի վերհաներ արժանիներին, որպեսզի երկրի կարողությունն ավելանար փոխանակ սպառվելու։ Ազգիմը թշնամին միայն երկրի սահմաններեն անդին չի գտնվիր։ Այդ թշնամին կրնա գործել եւ հաճախ կգործե մեր ներքին աշխարհին եւ կյանքին մեջ։ Աներևույթ թշնամին է այդ, որուն դեմ պետք է պայքարել, վերջ տալ շահագործումներուն, վերջ դնել զեղծումներուն, իսպար հեռացնել եղբայրասպան արարքները։ Քրիստոնյա հայո կերպարին հատուկ պատվով պետք է ապրել Աստուծո տված կյանքը, որպեսզի այն դառնա երջանկության աղբյուր մեր նոր հայրենիքին, նոր կյանքին մեջ, ասում էր վեհապարը։